Շնորհակալ ենք Տեր Աստված, շնորհակալ ենք, որ դու ամեն բան հոգում ես։ Օրհնես այս տեղը, այս ժողովրդին Տեր, իրանց սրտերի մեջ, որ դու լիովի կաս։ Ընդում ենք առաջնորդես այս պաշտամունքը, այս հարավությունը, որ մենք պիտի անենք, ամեն մեկից առաջնորդես քո Սուրբ Հոգիով, որ ամեն բան քո կամքիդ համաձայն գնա։ Հիմա Տեր Աստված օգնի, որ մենք հոգով, ճշմարտությունով երգենք եւ փառավորենք քեզ։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Oh,
Շնորհակալ ենք Տեր Աստված, շնորհակալ ենք այս եղեցիկ օրվա համար, շնորհակալ ենք, որ այսօրը Տեր մեզի տվեցիր, որպեսզի մենք ջրային մկրտության արարողություն անենք Տեր Աստված։ 2017 թվականի Տեր Աստված։ Օգնես այս պաշտամունքը, օգնես խոսքը, օգնես որ Տեր Աստված քո խոսքը ճիշտ մատուցվի Տեր Աստված։ Եվ ամեն մնացած բաները Տեր քո հոգով առաջնորդես, որ ամեն բան քո քարտականորով գնա Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Ամեն։ Աստված օրհնի որ կարողացել է նա այս 2017 թվականը միասին ջրային մկրտությունի արարողություններ անենք եւ նաեւ որ մենք անում ենք Կիրակի օրոք մեր եկեղեցում որ հավաքում ենք պետք է որպեսզի պաշտամունքը բաց չթողնի մենք անպարտ լինենք այնպես չէ որ դուք եկաք եկեղեցի մենք այնտեղ չէինք դրա համար որոնց հավաքված եկան այստեղ եւ պաշտամունք պիտի անենք եւ ջրային մկրտություն ովքեր որ դեռ չեն մկրտվել Կարելի է ձեռքերը տեսնել, ովքեր չեն մկրտվել դեռ։ Չեն մկրտվել։ Ունենք բավականին մարդիկ, որոնք չեն մկրտվել, մի քանիսն էլ ամաչում են ձեռք բարձրացնում։ Գիտեք, մկրտությունը պարտադիր է։ Տեր Հիսուս Քրիստոսի հրամանն է։ Մկրտությունը մենք չենք անում, որովհետև ուզում ենք ջուրը մտնենք, ցայրենք դուրս գանք։ Արտադիր է, ես նորից կկարդամ, ոնց որ միշտ կարդում եմ Մատթեոս ավետարանի 28-րդ գլխի 19 համարը։ Կարող եք բացել 28-րդ գլխի 19 համարը։ Այս համարը միշտ առաջի օրվանից 98 թվականից այս համարը իմ սրտիս մեջ կպա, որ ես ինչ ասում Հիսուս Քրիստոսը, ասում ուրեմն գնացեք, ասեց ամբողջ իշխանությունը ինձ տրված երկնքում եւ երկրի վրա։ Գիտեք դա ինչ մեծ զորություն է։ Ես կուզեմ որ ամեն մեկը ուշադրություն դարձնի այս խոսքերի վրա, հասկանալով որ ինչ տեր ունենք մենք, որ երկնքի եւ երկրի վրա ամեն իշխանություն իր ձեռքումն է։ Այո, մեր նախագահների սիրտն է իր ձեռքումն է։ Ամեն մեծից փոքր ինքը կարող է շարժել։ Ուրեմն մենք պետք է համարձակ լինենք ավետարանը տանել եւ ամեն տեղ քարոզել առանց վախենալու։ Եթե թույլատրվում է մենք հալածվենք, ուրեմն պիտի հալածվենք եւ ուրախ լինենք, բայց չամաչենք։ Գոնե վկայենք 19 համարը ասենց է գրում։ Ուրեմն գնացեք եւ սովորեցեք բոլոր ազգերին։ Ուրեմն մկրտելուց առաջ պարտադիր պետք է սովորենք։ Ինչի համար ես ուզում մկրտվես։ Արդյոք դու իրավունք ունես մկրտվելու։ Ոնց է իրավունքը մարդը ստանում, որպեսզի մկրտվի։ Ես հաճախ նկատում եմ, որ մկրտությունը տարբեր մտքեր կան, տարբեր հասկացողություններ կան։ Սովորեցրեք ազգերին նրանց մկրտելով հոր եւ որդու եւ Սուրբ Հոգու անունով, որովհետեւ մենք մկրտում ենք ջրով հոր, որդու եւ Սուրբ Հոգու դրանից բարձր անուն գոյություն չունի, Սուրբ Երևության անունով։ Դրա համար, բայց ինչ է պարտադիր, ինչ պետք է մենք սովորեցնենք։ Իհարկե ամենապարզ եւ ամենահեշտ պատասխանը ավետարանն է։ Բայց հաճախ մարդիկ ավետարանը չգիտեն որն է, միգուցե 10 պատվիրանները ուզենաք քարոզեք մարդկանց, մտածելով որ դուք ավետարանն եք տալիս իրաց։ Ոչ, 10 պատվիրանները եթե տվեցիք, որևէ մեկը չի փրկել։ Բայց 10 պատվիրանները եթե մեկը լսի, միգուցե ազնիվ լինի իր մեջ, տեսնելով որ ինքը իր մեջ ունի կամ գողություն, ստախոսություն, միգուցե մարդասպանություն, ինչ ասի իր մեջ կարող է տեսնել, բայց ամենակարևորը որ մարդը տեսնում է, որ սիրի քո Տեր Աստծուն, ամբողջ հոգով, սրտով եւ վճռով Աստծուն դու սիրում ես, քո Տեր Աստծուն քեզ ամենը բերանով ես ասում։ Մարդը եթե ազնիվ լինի, պետք է տեսնի, որ ինքը ոչ մի պատվիրանների մեջ էլ չկա։ Բոլոր 10 պատվիրաններից է
պակաս ես գտնում, որովհետև 10 պատվիրանները հոգևոր են և սուրբ և պարտադիր պետք է պահվի, որը միայն Հիսուս Քրիստոսը պահել է։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը համարձվելուց հետո ուղարկեց Սուրբ Ոգին առաքյալներին, աշակերտներին և հալածանք եկավ քարոզության ժամանակ, մեծ հալածանք, եթե հիշում եք, այնպես հալածանք եկավ, որ Ստեփանոսին սպանեցին քարերով։ Սենց բաներ եք կրինել, բայց Ստեփանոսը ինչ համարձակ խոսում է, ինչ է կարծում, Հիսուս Քրիստոսը չկարողացավ Ստեփանոսին պահել, որ իրան չսպանեին։ Հիսուս Քրիստոսի համար դժվարություն չկար։ Նա կարող ամեն սիրտ, ամեն միտք փոխի, որսկի մարդու մտքով չանցնի, քարոզիչին անգամ վատ բան մտածի իրան մասին։ Այդ ամեն Աստծո ձեռքումն է։ Բայց եթե թույլ ընտրվեց, այդ էլ իր պատճառն էր, դա էր սուրբ և դա էր բարի։ Ուրեմն հալածանքը երբ որ եկավ Գործք առաքելոցի մեջ, 8-րդ գլխի մեջ, ուրեմն Երուսաղեմում երբ որ հալածանքը սկսեց, բոլոր ժողովուրդը մեծամասնությունը միայն մի փոքր առաքյալների խումբ մնացին Երուսաղեմում, դա էր Տիրոջից, որ նրանք ոնց համարձակություն ունեցան, որ հիմնական քարոզիչներն հետ մնացին իրանց ոչինչ չեղավ, բայց մնացածը պետք է ցրվեին, որովհետև Աստծո ուզածն էր, որ ցրվեին և ավետարանը քարոզեին։ Մենք քրիստոնյաներս հաճախ բոլորիս մոտ կա, հանգիստ ենք ուզում գտնենք, ոչ մի մեզ նեղություն չտան, միայն երգենք, փառավորենք, ուրախանանք, բայց նեղություն չքաշի։ Երգերն ու փառավորելը շատ լավ բան է, երբեք հանկարծ երբեք մտնելով չանցնի, որ կարելի է դադարել դա։ Սուրբ է, բարի է, և մենք ուրախանում ենք, երբ որ Տիրոջը փառավորում ենք։ Բայց նեղությունը պիտի տանք, հալածանքն է պիտի կրենք։ Անպատվություն էր կարագա մեզի, մերժումներ էր կարագա մեզի։ Մենք շատ հաճախ վախենում ենք դրանց բաներից։ Բայց Աստծո կամքն էր, որ այս ժողովուրդը, որ Երուսաղեմում հավաքված էին իր գլուխ ցրեց, եւ Ֆիլիպոսի մասին այստեղ խոսքը, որ եկարկել է ինքը գնում է Սամարիա, եւ Սամարիայում քարոզումը շատ այդ սամարացիները ուղիղ մարդիկ չէին։ Նրանք անգամ դիվահարվածներ կային, եւ դիվահարվածներին, երբ որ քարոզում էր, դերերն էին դուրս գալի մարդկանց մեջից։ Բայց հետաքրքիր է, մենք այսօրվա եկեղեցին ոչ թե մի տարի անգամ, մենք ունենք մարդիկ, որ այսօր պիտի մկրտվեն, 4 տարի, 5 տարի Աստծո խոսքը լսելուց հետո նոր պատրաստ եղան մկրտվելու։ Փառք Աստծո, որ վերջապես եղան, բայց առաջվա եկեղեցին, առաջին դարի եկեղեցին, մեկ օրվա մեջ մկրտվում էին, քարոզը լսում էին, սրտները կպնում էր, ասում են մենք ուզում ենք մկրտվենք։ Այնց որ մեկ օրվա սովորանցն էլ սխալ չի լինի, եթե ուզի մկրտվի, որովհետև մկրտությունը իշխանություն է ստանում քո հավատքով։ Հավատն է, որ մարդուն իրավունք է տալիս, որովհետև Հիսուսը կանչեց բոլոր աշխարհի ժողովուրդներին։ Աստծո թագավորությունը Հիսուսը կանչում է, եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ և դառնավորվածներ։ Ասում Աստված չի ուզում որևէ մարդ կորչի, այլ ուզում ամեն մեկը գան հավատա և փրկվի։ Բայց արդյոք ամեն մեկը ուզում անգա և փրկվի։ Թեպետև մենք կարող ենք մտածենք, գիտեք, շատ հաճախ մենք ունենում ենք հարևանություններ, որոնք շատ վատ տպավորություն են թողել մեր վրա, չենք ուզում իրանց ասենք, մտածելով, որ այսօր չի կարելի ասել, երբեք չի գա։ Հաճախ մենք չգիտենք, որ կարող է ունես մի հատ բռնված սիրտ ունի, բայց Աստծո խոսքը քարոզելուց իր սիրտը քանդվի եւ ինքը ընդունի Հիսուս Քրիստոսին։ Մենք չենք կարող որոշենք, թե ով պիտի ընդունի։ Մենք բոլորին պետք է ասենք։ Եթե մերժվում ես, ոչինչ չէ, գնա այդտեղից։ Բայց ասենք, որովհետեւ այստեղ Ֆիլիպոսը որ եկավ, որտեղ որ ասեց, շատ ահավոր մարդկանց ասեց։ Եվ նրանց մտքերն հрьяաների պես նա պատրաստված չէր, որով Սամարիայի մասին, որ դուք գիտեք, այնտեղ հեռացածներ էին եւ
շեղվածներ էին։ 12-րդ համարի մեջ սենց ակերում։ Բայց երբ հավատացին Փիլիպոսին, ուրեմն Փիլիպոսը ինչ էր ասում, որ հավատացին, ամբողջ ավետարանն էր ասում։ Բայց այդտեղ գրքի մեջ գրանցված է, որ հավատացին Փիլիպոսին, որ Աստծո թագավորության ու Հիսուս Քրիստոսի անվան մասին էր քարոզում։ Աստծո թագավորության մասին ինչ կարար Փիլիպոսը ասացնել իրանց։ Ամբողջ աստվածաշունչը խոսում է Աստծո թագավորության մասին։ Անգամ հայրերի մեջ, երբ որ ասում է աղոտ կարեք, ասում է քո թագավորությունը գա, քո կամքը լինի այս աշխարհի վրա, ինչպես որ այ երկնքում։ Այս թագավորությունները, որ աշխարհում գոյություն ունեն, վերջանալու են։ Եթե մեկը լավ չեր մռնեն, այս թագավորությունները վախճանում են։ Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Աֆրիկա, որտեղ որ կա, վախճանում են։ Վերջի թագավորությունը, որ պիտի հավիտյան լինի, դա Հիսուս Քրիստոսի թագավորությունն է, դա Աստծո թագավորությունն է։ Ուրեմն սրա մասին պետք է ինքը ասած լիներ, որ մենք կգործենք, մենք դժոխք կգնանք, բայց մեզ Աստված խոստում է տվել Մեսիային, Փրկչին, ասում է հավատացին Հիսուս Քրիստոսի անվանը։ Տեսեք ոնց է գրում, ասում է Աստծո թագավորությանը ու Հիսուս Քրիստոսի անվանը մասին էր քարոզում ու մկրտվեցին։ Հիսուսի անունը ինչ է։ Հիսուսի անունը Փրկիչ է։ Երբ որ հրեշտակը ասեց Մարիամին ինչ պիտի դնես երեխայի անունը, ասեց պիտի դնես իր անունը Փրկիչ։ Յաշուա պիտի դնես իր անունը, որովհետև ինքը պիտի փրկի իր ժողովրդին։ Ուրեմն մարդը պետքություն ուներ հավատալու Հիսուսի անվանը, որ ինքը այդ նպատակով է կա։ Հովհաննեսի առաջի գլխի 12 համարի մեջ ասում է նրանք, ովքեր ընդունեցին Հիսուս Քրիստոսին, նրա անվանը նրանց իշխանություն տվեց Աստծո զավակներ լինելու։ Ուրեմն մարդիկ ինչը պետք է հավատային։ Պետք է հավատային ավետարանին, այստեղ բոլորը տված չէ, ներկայացվում այդ անունի մեջ, որ Աստված եկավ և մարդացավ։ Հիսուսի անվան մեջ շատ բան է թաքնված։ Ես կուզեմ այսօր նաև ավելացնեմ Հիսուսի անունը նունի մեջ հիմնական սույնը նրա աստվածությունն է։ Աստված եկավ և մարդացավ։ Նրա անվան մեջ գոյություն ունի, որ Յահվե Աստված եկավ և մարդացավ։ Կամ հաճախ լսել եք Եհովա Աստվածը։ Եհովա Աստվածը եկավ և մարդացավ։ Որպեսզի մենք տեսնենք եկեղեցու սույնը, մկրտվողները և որոնք որ դեռ չեն մկրտվել կամ ուրիշներ լսել են և մոռացել են, ես կուզեմ բացենք Հովհաննեսի ներողություն Մատթեոսի 16-16 համարը, որտեղ նկարագրվում է եկեղեցու սույնը։ Եկեղեցու սույնը ո՞րն է։ Ամեն հավատացյալ պիտի հավատասա։ Եթե ձեզ դեռ բացված չի աղոտ կանեք, որ ձեզի Աստված բացի, որովհետև ես չեմ կարող բացել ձեր համար։ Ոչ մի եղբայր և քույր գոյություն չունի աշխարհի վրա, որ ձեզ համար կբացի Հիսուս Քրիստոսի աստվածությունը։ Բայց Աստված կարող է բացել։ Միայն այս կետի վրա ասում է ես կշինեմ իմ եկեղեցին։ Տեսեք ոնց է գրում 16 համարը։ Այ ես տղուկ ասում եմ բացեմ երևություն Մատթեոսի 16-16։ Սիմոն Պետրոսը պատասխանեց և ասաց. դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո որդին։ Գաղտնիքը գտնվում է, մենք գիտենք, որ սուտ վկաներ գոյություն ունեն, որոնք ասում են մենք Յահվե Աստծո վկաներն են, դուք գիտեք այդ խումբին։ Այս համարը իրանք են կարդում և ասում են այո, ինքը կենդանի Աստծո որդին է, բայց իրանք ուրիշ բան են հասկանում սրա հետևը։ Մենք ուրիշ բան ենք հասկանում, այ աղոտ կարեք, որ այդ հասկացողությունը Աստված բացի ձեզ համար։ Եթե ոչ չեք պատկան Աստծուն 100%-ով,
Ինչքան էլ ուզում եք գոռակ Հիսուսին, ինչքան էլ ջրով մկրտվեք, եթե ամեն օր եկեղեցի կար եւ բարեգործություններ անեք ամբողջ երկրի մեջ, եթե սա չբացվեց ձեզ, դուք չեք պատկանալու Հիսուս Քրիստոսին։ Այս գաղտնիքը ամենաթանկ գաղտնիքն է, որ տրված է Հիսուսի ով լինելը։ Եթե ձեզի մեկը հարցնի ով է Հիսուս Քրիստոսը, դուք ինչ պիտի պատասխանեք։ Շատ կարևոր է։ Ուրեմն տեսեք Սիմոն Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո որդին»։ Եվ 17-ն էլ կկարդամ եւ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Օրհնյալ ես դու Սիմոն Հովնանի որդի, քանի որ ոչ թե մարմին ու արյուն հայտնեց քեզ, այլ իմ հայրը, որ երկնքում է»։ Իհարկե ոչ թե միայն հայրն է բացում, այլ նաեւ որդին եւ նաեւ Սուրբ Օգուտը։ Այս բaragային Հիսուսը որը հարավորեց, որ Աստված բացեց, որ դու հասկացար կենդանի Աստծո որդի ինչ է նշանակում, բայց դեռ այսքանով չի վերջանում։ Մենք գնանք Հովհաննեսի 8-րդ գլուխը, որտեղ շատ կարևոր համարատալիս, որ մեր ուսուցանման մեջ, որ այո Հիսուս Քրիստոս խաչվեց, մեր մեղքերի համար թաղվեց եւ հարություն առավ, գիտեք, որոշ բաներ, այո, սուրբ վկաները հարություն առնելը մանրապես չեն ընդունում, բայց այս կարևորությունը ուզում ենք, որ եկեղեցու ամեն անդամ իմանա։ Ուրեմն Հովհաննեսի 8-րդ գլուխ 21-ից մինչև 24 հատորները պիտի կարդամ, տեսեք Հիսուսը ինչ ճշմարիտ դառը ճշմարտությունն է ասում ժողովրդին։ Ուշադիր լսեք ինչ է գրում։ Ապա Հիսուսը նորից ասաց նրանց. «Ես գնում եմ, եւ դուք պիտի փնտրեք ինձ, եւ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։ Ինչի համար ենք մենք եկել Քրիստոսին, որպեսզի մեր մեղքերից ազատվենք, դժոխքի ճանապարհից դուրս գանք։ Միակ նպատակը սա է, որպեսզի մենք մտնենք Աստծո թագավորություն։ Բայց Հիսուսը ստեղ ասում է, ուր որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ եւ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք։ Հիմա շարունակությունը կբացատրի։ Հրեաներն ասում էին, արդյոք ինքը իրեն պիտի սպանի, որ ասում է, թե ուր ես գնում, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Եվ նա ասաց նրանց, դուք ներքևից եք, ես վերևից եմ, դուք այս աշխարհից եք, ես այս աշխարհից չեմ։ Դրա համար ես ձեզ ասացի, որ դուք ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք, որովհետև եթե չհավատաք, որ ես եմ։ Գաղտնիքը տվեց ինքը արդեն։ Եթե կա ձեր մեջ մեկը, որ չի հասկացել, որ Հիսուս Քրիստոսը Յահվե Աստվածն է, մենք ընդունում ենք մեկ Աստված երեք անձով, մեկ Աստվածություն երեք անձ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Սուրբ երրորդությունը Յահվե Աստվածն է։ Հիմա Հիսուսը իրանց ասում է այն ինչ որ հրեաները գիտեին Ելից գրքի մեջ գրված է, երբ որ Մովսես ասեց ես որ գնամ եւ Իսրայելի ժողովուրդին դի ասի ինչ այդ Աստծո անունը որ քեզ ուղարկել է մեզի ազատելու, ինչ ասել, Աստված ասեց գնա ասա որ ես εμն եմ ուղարկում։ Այսինքն այդ բառը, այդ անունը ես եմ, հրեա ժողովուրդը գիտեին։ Մի տող ներքև 15 համարի մեջ Եսևից հետո ասում է ձեր Յահվե Աստվածը ինձ ուղարկեց։ Այսինքն նույն Աստվածը ես եմ Յահվե Աստվածը նույնությունն է տալիս, որպեսզի մենք հասկանանք, որ այս անունը չի փոխում իր այրությունը, նույնն է։ Անջատեք հեռախոսները։ Ուրեմն կարևորություն կա, որ Հիսուսը իր եկեղեցին կառուցում է, իր անվան հավատալով, երբ որ մարդը հավատում է Հիսուս Քրիստոսի
աստվածությանը, որ եկավ, մարդացավ և միակ ինքնա Տերը, որ կարա փրկի։ Ուրիշ փրկիչ գոյություն չունի, Եսայի մարգարեն ասում է, որ ուրիշ փրկիչ գոյություն չունի, բաց է Եհովա Աստծուց։ Այս գաղտնիքները, որ տրված է, ամեն հավատացող պետք է իմանա, ամեն հավատացող պետք է հասկանա, ընդունի, կարևորությունը սա է, որովհետև ինքը ասեց, որ եթե չհավատամ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ։ Ինչ կանով եք տեսնում ցավալի, եթե մենք հասնենք դատաստանի օրը, ու մեզ չիմանանք Հիսուս Քրիստոսը ով է, և ինքը ասի դու չես կարող մտնել երկնքի թագավորություն, որովհետև դու քո մեղքերից մեջն ես, որովհետև քո մեղքերը չի ներված ասի։ Այս համարի կարևորությունը Հիսուս Քրիստոսի ով լինելը եկեղեցիի սույնն է, մեր հավատքի սույնն է, ով եկավ և մեր մեղքերի համար խաչվեց, թաղվեց և հարություն արավ։ Ով է նստած Հայրաստու աշտողում և բարեխոսում մեզ համար։ Նույնը, երբ որ իրանք հավատացին Աստծո թագավորությանը և Հիսուս Քրիստոսի անվանը, նրանք մկրտվեցին։ Նշանակում է, երբ որ լսում ես պատգամը և ընդունում ես, արդեն դու ունես այդ իրավունքը, որպեսզի մկրտվես։ Նույնը ես ուզում եմ տանեմ Գործկարագազ 8-ի եթիոպիացի ներքինիի պատմությունը։ Նորից 8-րդ գլխի մեջ և 34 համարից։ Արդեն Փիլիպոսին Աստված տարել է, ներքինին ընթերցում էր Եսայի մարգարեն և ընթերցում էր որտեղ 53-րդ գլուխը, որ դրված է Հիսուս Քրիստոսի Մեսիան, որ պիտի գա, խաչվի, մեր մեղքերի համար պիտի պատժվի։ Ներքինին կարդում էր, ինքը ընդունել էր հին Աստվածաշունչը, հին կտակարանը, ուխտը, հին ուխտը ընդունել էր։ Դրա համար Աստված իմանալով Փիլիպոսին բերեց և իր կարգի մոտով անցկացրեց և Փիլիպոսը պետք է ավետարանը բացատրել։ Ավետարանը բացատրելուց հետո ես ուզում եմ ցույց տամ, որպեսզի մենք տեսնենք ինչ նա համարձակություն տալի, որովհետև ինքը հարցնում է։ Ավետարանը լսելուց, բացատրելուց հետո հարցնում է. ի՞նչն է ինձ արգելում, որ ես հիմա մկրտվեմ։ Փիլիպոսն էլ ասում է, որ եթե հավատում ես ամբողջ սրտով, կարող ես։ Եվ իր խոսքը, որ բերելու է հիմա ինքը տան, որտեղ էր, որ նկարագրելու է, ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է։ Որդիի իմաստն է այստեղ։ Հիմա ես 34-ից կարդամ, որպեսզի նաև Աստծո խոսքը, ինչ որ ասեցի Լուկայի, ներքինին պատասխանեց Փիլիպոսին ասելով. աղաչում եմ քեզ, ասա մարգարեն, ում մասին է ասում այս իր թե մեր ուրիշի։ Ապա Փիլիպոսը իր բերանը բացեց և գրքի այս խոսքից սկսելով Հիսուսին քարոզեց նրան։ Տեսնում եք, ում է քարոզել, ինչ է քարոզել։ Հին Աստվածաշունչից և եկած Հիսուս Քրիստոսի խաչվառությունից, հարությունից, որ և հիմա իրանք են արդեն ստացել են այդ պատգամը, որ պետք է քարոզել, մինչև այդ օրը ինչ որ ըմբռնել էին, բացատրեց ներքինին։ Ներքինի սիրտը ուրախացավ վստահաբար, ասաց, ես ինչ լավ բան է։ Եթե մենք հասկանում ենք, որ 100 տարի ապրելուց հետո մարդը դժոխք պիտի գնա, եթե չընդունի Հիսուս Քրիստոսին, սա այնքան մեծ ուրախություն է հասկացող մարդու համար։ Հասկացող մարդու համար, որ ես ինչ մեծ փրկություն մեզի բերեց Աստված, որ մենք հավիտյան պիտի ապրենք առանց դառնության, սիրո մեջ պետք է ապրենք։ Լացեր, ցավեր չպիտի լինեն, հիվանդություն չպիտի լինի, մահ չպիտի լինի։ Եվ երբ գնում էին իրենց ճամփով, հասան մի ջրի մոտ և ներքինին ասաց. ահա ջուրը, էլ ինչն է ինձ խանգարում մկրտվել։ Տեսեք ինչպես ցանկություն, բայց անմիջապես պատկերացրեք երևի մի ժամ կամ երկու ժամ, եթե վերցնենք կարգի մեջ ընդամենը բացատրում էր
Հիսուս Քրիստոսի անվտանգը։ Անմիջապես ուզեց մկրտվել։ Անմիջապես իր սիրտը պատրաստ էր, որ մկրտվեր եւ իր սիրտը նվիրեր Հիսուս Քրիստոսին, որովհետեւ ինքը հավատաց եւ ուրախաց։ Երբ Փիլիպոսը ասա, եթե քո ամբողջ սրտով հավատում ես, կարող ես, եւ նա պատասխանեց ու ասաց. հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է։ Փիլիպը, եթե դու ուշադրություն եք դարձնում, չհարցրեց, դու հավատում ես Աստծո որդին է Հիսուս Քրիստոսը, բայց իր ամբողջ քարոզի մեջ վստահաբար ամենակարևոր սույնը սա է եղել։ Թե ով էր նա եկավ, մարդացավ, մեր մեղքերի համար խաչվեց, ապրեց, մեզ փրկելու համար, հարություն առավ նստեց Հայր Աստծո աշկողում եւ բարեփոխում ամես համար։ Ու հրամայեց, որ կարգը կանգնեցնեն եւ երկուսն էլ ջուրը մտան Փիլիպոսն ու ներքինին եւ մկրտեց նրան։ Ես մի հատված եմ ուզում կարդամ ավելի լավ տեսնելու։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը մի քանի անգամ 8:42-ում Հովհաննեսի 8:42-ի մեջ Հովհաննեսի 8:42-ի մեջ տեսեք ինչ ա գրված, որպեսզի մենք լավ պատկերացում ունենանք։ Հիմա Հիսուսը ստեղ ուզում է, որ այս ժողովուրդը հասկանան իր ներքին էությունը, ոչ թե մարմնապես, այլ անտեսանելի իր մեջի էությունը։ Ուշադիր եք։ Տեսեք 42 համար ինչ ասում։ Հիսուս նրանց ասաց, եթե Աստված ձեր հայրը լիներ, եթե Աստված մեր հայրը լիներ, տեսեք ինչ ասում։ Դուք ինձ պիտի սիրեիք։ Ինչու՞։ Չէ՞ որ եթե մենք նույն հորից ծնված ենք, պետք է մեկս մեկին սիրենք։ Քանի որ ես Աստծուց ելա եւ եկա։ Ինչ ասում էստեղ, ես Աստծուց ելա եւ եկա։ Այստեղից ավերծված, որ Աստված Աստծուց լույսից ճշմարիտ Աստված ճշմարիտ Աստծուց դուրս եկած, այսինքն կատարյալ նույն էությունից դուրս եկած։ 17-րդ գլխի 17-րդ գլխի 8-րդ համարի մեջ տեսեք ոնց ասում, աղոթքի ժամանակ Հիսուս Քրիստոսը աղոթք է անում եւ ասում է աղոթքը ոչ թե անում, որովհետեւ ասում է աղոթքը անում եմ ասում լսողների համար։ Տեսեք։ Որովհետեւ այն խոսքը, որ դու ինձ տվեցիր, աղոթք անում հորը, ես նրանց տվեցի եւ նրանք ընդունեցին եւ ճշմարտությամբ իմացան, որ ես քեզանից դուրս եկա։ Գիտեք ինչ նշանակում քեզանից դուրս եկա, նորից եմ ուզում դնել։ Ոնց որ ասենք հիմա օվկիանոսից մենք ջուր հանենք, նույն էությունից օվկիանոսի ջուրը որ քաշենք դուրս բերենք։ Նույն ջուրը չի ինչ որ օվկիանոսի ջուրն է։ Արևի առաջարակայքը որ դուրս է գալու չի տարբերվում փոխի։ Չէ, ասենք մի քիչ ֆիզիկական բաներն եմ ասում, բայց հոր էությունից դուրս եկած, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծուց դուրս եկած, դրա համար այս խոսքերը գրվում այստեղ ասում է, ես նրանց տվեցի եւ նրանք ընդունեցին եւ ճշմարտապես իմացան, որ ես քեզանից դուրս եկա եւ հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։ Կարևորություն կա Հիսուս Քրիստոսի էությունը, մենք բոլորս ըմբռնենք, հասկանանք ամենամեծ իշխանությունը մկրտվելու հենց այստեղ է գտնվում։ Եթե մենք հավատում ենք, ունենք նաև այս հասկացողությունը։ Ես, երբ որ մենք հիմա կպատրաստվենք, որպեսզի մկրտությունը լինի Ռողավազանում, ես ձեզ այնտեղ հարց կտամ, նույն հարցը, որ նույն թեման որ խոսացի, եւ թե դուք հավատում եք Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է, ասեք այո, եւ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով կմկրտվեն մկրտվողները։
Hadi yapmayacağım, böyle hadi öğretmez. Yapmayacağım, uzun Խոսքով բոլորի առաջ դու դավանես Մեղքերի թողություն խնդրես Տեր Հիսուս Քրիստոսից ընդունում ես Տեր Հիսուս Քրիստոսին որպես քեզ Տեր և Փրկիչ Եղբայրջան քեզ մկրտում եմ Հոր որդու և Սուրբ Հոգու անունով Եղբայրջան բռնի ամբողջովին մտնում ես ջրի տակ մտնում ես հին մարդը թողում ես ջրի պահակում ես լավ լրի գնի Տերը որդի հին մարդը մնաց ներքևում Նորը Քրիստոսով այո Միայն վերստին ծնունդ ստացածը կարող է
տալիս քեզ այսօրվա համար, Տեր, շնորհակալ ենք, որ կարող ենք հավաքվել քո ներկայության մեջտեղ, շնորհակալ ենք, որ դու այսօր տվեցի մեզ Տեր, շնորհակալ ենք, որ սիրում ես մեզ եւ ամեն օր քո օգնությունները տեսնում ենք մեզ։ Տեր, ուզում ենք, որ օգնես այս ժամանակին, Տեր, ուզում ենք, որ այս ժամանակ, որ նրանք միասին վայրենք միասին եւ հիշենք, որ դու մեր Աստված ես Տեր եւ ամեն ինչ որ անենք, փակ տանք ես Տեր։ Տեր Հիսուս, քո անունով աղոթեցի։ Ամեն։ Ուզում եմ ասել բարեկալուստ մեր ճամբարի դրածքը, եթե առաջին անգամ եք այստեղ, շատ ուրախ ենք, եթե առաջին անգամ չի, էլի ուրախ ենք, որ Աստծո ժողովուրդը կարող է օգտագործել այս տեղը եւ հույսով բոլորի համար մեծ օգնություն կլինի այսօր։ Աշակերտները ընտրեց, որ մի փոքր բաժան տամ այսօր եւ ասել, որ ժամանակ չեմ խոսի, բազերս մի փոքր բան դրանք միասին։ Այսօր մի քանի հոգի մգտվել է եւ փակ մեններոջ, որ այնպես այդ ծևով հնարավոր արեցին այն, որ Աստված, այսինքն Հիսուսը բախվերում է մեզ։ Հիսուսը բախվերեց մեզ, երբ որ հրգվենք, մենք պիտի մգտվենք։ Ուրեմն, գիտեմ, որ աշակերտները արդեն մի քիչ խոսեց մգտության մասին, բայց ես էլի կխոսեմ, հույսով նույն բան չեմ ասի, բայց կարևորը որ հասկանանք մգտությունը չէ ներկայացնում։ Ուրեմն պետք է հասկանանք, որ մգտությունը մեր համար ոչ մի բան չի կարող անել։ Եթե մեկը մգտվում է, քանի որ մտածում է, որ դրանից մի բան կգա, օրինակ խաղաղություն Աստծո հետ, կամ իր ներքերը գլավանան, չհասկացավ միտքը։ Մգտությունը չի կարող մաքրել մեզ մեր ներքերից։ Ուրեմն մգտությունը ցույց է տալիս ինչ որ եղավ, ինչ որ արդեն եղել է։ Երբ որ մեկը մգտվում է, այն մեկը ցույց է տալիս, որ Աստված մաքրեց իրեն, և Աստված ինչով մաքրեց Հիսուսի արյամբ, չէ։ Երբ որ մեկը մգտվում է, վկայում է, որ Աստված ինձ ներեց, իմ ներքերը մաքրեց ու հիմա փրկված է։ Այսինքն մգտությունը բացապես մի պատկառ է։ Եվ ինչպես ես հագնում եմ ամուսնության մատանի, դա ցույց է տալիս, որ ես ամուսնացած եմ։ Եթե հանեմ այս մատանի, չի նշանակում, որ հիմա ես ամուսնացած չեմ, չէ, դեռ ամուսնացած եմ, չէ, բայց ցույց է տալիս բոլորին, որ ես ամուսնացած եմ։ Ուրեմն այսօր ուզում եմ, որ հասկանանք, որ մենք ոտերից ենք գալիս Աստծուց, և Աստված ինչ տվեց մեզ, և մի քանի համար կգացանք, երբ ասացիներին երկրորդ գլուխից, մեկից մինչև ինահամանները, և կտնքեմ դեպոք երկարեկացավ։ Եվ նա ձեզ կենթանացրեց
որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի մեջ, որոնց մեջ մի ժամանակ քայլում եք այս աշխարհի ընթացքով, ըստ օդի իշխանության իշխանի, այն ոգու, որ հիմա ներգործում է անհնազանդության որդիների մեջ, որոնց հետ մենք բոլորս էլ մի ժամանակ քայլում ենք մեր մարմնավոր ցանկություններով, մարմնի եւ մտքի կամքը կատարելով եւ բնությամբ ուրիշների նման բարկության որդիներ էինք, բայց Աստված, որ առատ է ողորմությամբ իր մեծ սիրո պատճառով, որով մեզ սիրեց, նույնիսկ երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ կենդանացրեց Քրիստոսի հետ միասին, շնորհով եք դուք փրկված, եւ նրա հետ մեզ հարուցեց եւ նրա հետ նստեցրեց երկնային տեղերում Քրիստոս Հիսուսի մեջ, որ գալիք դարերի մեջ ցույց տա իր շնորհի չափազանց հարստությունը Քրիստոս Հիսուսով մեզ ցույց տված բարությամբ, որովհետև շնորհով եք դուք փրկված հավատի միջոցով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որպեսզի ոչ մեկը չպարծենա։ Ամեն։ Ուրեմն այստեղ Պողոս Արաքյալը խոսում է հավատացյալներին, խոսում է այդ մարդկանց, որոնք փրկված են։ Եվ ասում է, առաջին համարը ասում է, եւ նա ձեզ կենդանացրեց, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի մեջ։ Սիրելիներ, մենք բոլորս այս վիճակում ենք։ Իհարկե, մենք ֆիզիկապես սեղով կենդանի ենք, բայց եթե չունենք Հիսուսին, նշանակում է, որ մեր հոգիները մեռած են։ Եվ ինչու, քանի որ գացում ենք, որ մեկի միջոցով մեկը եկավ այս աշխարհը, Հռոմեացիներին 5:12 ասում է հետևաբար, ինչպես մեկ մարդով մեկը աշխարհը մտավ եւ մեկով մահը, մեկը եկավ այս աշխարհը Ադամի միջոցով եւ այդ մեկը բոլորին հանցնում է եւ եթե ասենք, որ մենք բարի ենք, մենք աթար ենք, մենք մեր չունենք, դա ճիշտ չի, քանի որ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ բոլորս մեղանչեցին, բոլորս այս խնդիրում ենք։ Եվ այդ ժամանակ, երբ որ Ադամ ու Եվան, երբ որ մեղանչեցին, երբ որ մեջեցին այդ մեկ պատվիրանը, որ Աստված տվեց, հոգով մեռացին։ Իհարկե, իրենց կյանքները շարունակեցին, բայց հոգով մեռացին։ Եվ այդ մահը հասնում է բոլորին։ Եվ դա նշանակում է, որ մենք, եթե առանց Աստված ենք, նշանակում է, որ մենք մեռած ենք։ Ուրեմն այդ դեպքում մենք ինչ կապրենք մեր համար, չենք մտածի Աստծո մասին։ Աստված իր պատկերով մարդկանց ստեղծեց, բայց մարդիկ որոշեցին, որ հեռացան Աստծուց։ Եվ դրանով այս հոգևոր մահը եկավ աշխարհը։ Ուրեմն դա նշանակում է, որ մենք առանձին ենք, ոնց որ առանձին ենք Աստծուց։ Եվ մենք ինչպես կարող ենք գալ Աստծուն։ Այստեղ տեսնում ենք այս համաներում, տեսնում ենք, որ մենք Հիսուս Քրիստոսի միջոցով կարող ենք նորից ունենալ այդ հարաբերությունը Աստծո հետ։ Մենք կարող ենք ունենալ այդ հոգևոր կյանքը Հիսուսի Քրիստոսի միջոցով։ Եվ
մենք կարող ենք ունենալ այս կյանքը, քանի որ Հիսուսը ամեն մեկի համար իր կյանքը տվեց։ Եվ այսօր եթե մեկը գա եւ գիտի որ հերու է Աստծուց, գիտի որ իր ծրտի մեջ սխալ բան կա, այսօր կարող է խնդրել որ Հիսուսը մաքրի այդ բոլոր մեղքերը։ Եվ այսօր Հիսուսի արյունը դեր կարող է մաքրել մեր մեղքերը։ Եթե ընդունենք Հիսուսին, մենք կստանանք այդ նոր կյանքը։ Եվ կնշանակի, որ մենք հարաբերություն կունենանք Աստծո հետ։ Ուրեմն, ինչպես կստանանք, ինչ պիտի անենք, որպեսզի ստանանք այդ նոր կյանքը, ինչ պիտի անենք, որ Աստված ընդունի մեզ։ Երևի մեկը կասի, եթե բարի գործ անես, Աստված կընդունի, կամ եթե լավ կյանք ապրես, եթե մյուսներին չխաբես եւ բարձրապես օրենքները բահես, կունենաս այս հարաբերությունը, այսինքն կստանաս այս նոր կյանքը։ Բայց հիշենք, որ մենք մեր գործերով ոչ մի բան չենք կարող գնել։ Այստեղ կարծացել ենք, որ շնորհով մենք նոր կյանք կունենանք։ Մենք կարող ենք փրկված լինենք, երբ որ Հիսուսի շնորհը մեր վրա է, երբ որ ընդունենք Հիսուսի գործը, որ արեց աշխարհի վրա։ Հիմա մի համար կացանք առաջին Հովհաննես 1:7 եւ այնտեղ ասում է իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, միմյանց հետ հաղորդություն ենք ունենում եւ նրա որդու Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է բոլոր մեղքերից։ Միայն Հիսուսի արյունը կարող է մաքրել մեր բոլոր մեղքերից։ Երբ որ ընդունում ենք դա, երբ որ հավատում ենք, որ առանց Հիսուսը ոչ մի բան չեն կարող անել, կունենանք այդ նոր կյանքը։ Եվ այսպես է դնում, այդ հին կյանքը, որ կա, այդ հին կյանքը թողնում ենք մի կողմը եւ վերցնում ենք այս նոր կյանքը։ Եվ երբ որ մեկը մկրտվում է, այսպես ցույց է տալիս, որ ես իմ հին կյանքը թողեցի, երբ որ մտնում է այդ ջուրը, ցույց է տալիս, որ մեռավ Հիսուսի հետ խաչվելը, եւ երբ որ դուրս է գալիս ջուրից, ցույց է տալիս, որ նոր կյանք ունի Հիսուսի միջոցով։ Սիրելիներ, եթե գիտես, որ այս նոր կյանք չունես, այսօր առիթ կա, այսօր կարող ես խնդրել, որ Աստված ների քո մեղքերը, մաքրի քո հանցանքները, եւ Աստված հավատարիմ է, կմաքրի քեզ եւ կտա քեզ այս նոր կյանքը։ Ուրեմն ուրիշ բան պետք չի անել, քանի որ Հիսուսը այդ խաչի վրա ամեն ինչ արեց, որպեսզի մեղավորները փրկվեն եւ նոր կյանք ունենան։ Աստված օգնեցես։ Աստված բոլորիդ օգնի, քանի որ սիրտ ունեք Աստծո խոսքը լսելու։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես ուրախությամբ շնորհավորում եմ մեր եղբայրների եւ այն քրոջը, որ այսօր մկրտվեցին, ուրախություն է դա, երբ որ Աստծո ժողովուրդը Աստծո խոսքին հնազանդվում է։ Որպես Աստծո ժողովուրդ պետք է մեր կյանքի բոլոր ընթացքում Աստծո հետ քայլենք։ Քիչ առաջ Արշակ եղբայրը խոսեց մկրտության մասին, Մայքլ եղբայրը խոսեց մկրտության մասին, որոշ հիշատակելով, որ այսօրվա մկրտությունով
մկրտվողների ամբողջ հարցերը չլուծվեց։ Եթե հավատքի Տեր Հիսուսի վրա ունեցած հավատքի վրա չէ կառուցված այն ցանկությունը, որ ուզում եմ այսօր մկրտվել, ոչ մի օգուտ չպիտի տա։ Եթե նախ չհավատացինք, որ Հիսուս Քրիստոսով կարող ենք մեր մեղքերին թողություն ունենալ, ավելի ետ գնալով ասեմ, նախ եթե չընդունեցինք, որ մեղավոր մարդիկ ենք, չհավատացինք, որ Հիսուսը կարող է մեր մեղքերից ներել ու փրկել, եւ իր խոսքի հիման վրա չմկրտվեցինք, մեր պարզ ցանկությունը մկրտության կլինի չոր մտնել ջուրը եւ թաց դուրս գալ, ոչ մի օգուտ չի տա։ Իսկ մկրտվելուց հետո սիրելի այսօրվա մկրտվող եղբայրներ եւ քույրեր եւ բոլոր նրանք, ովքեր արդեն նախկինում մկրտվել են, ովքեր նախկինում մկրտվել են, ավելի գիտեն, որ մկրտվելով չէ, որ մեր այս աշխարհի վրա ոգևոր կյանքի բոլոր հարցերը կարգավորվեցին, լուծվեցին եւ մենք ապահով սրանից հետո կարող ենք ապրել։ Նախկինում մկրտվողները գիտեն, որ նույն փորձառություններով ինչ մինչև մկրտվելն են մարդուն պատահում, նորերին էլ ասեմ, մկրտվելուց հետո նորից ապրում ենք այս աշխարհի մեջ, նորից վաղը եւ աշխատանք ունենք, գնալու ենք մեր աշխատանքին, նորից նույն խնդիրների առջև ենք կանգնելու։ Բայց տարբերությունը պետք է լինի ավելի, ճիշտ է, որ դա ապաշխարությունից պիտի սկսի եւ նաեւ մկրտությունից, քանի որ Մայքել եղբայրը խոսքի մեջ ասեց, մահանում ենք Հիսուսի համար, մկրտվելով ջրի մեջ եւ հարություն ենք առնում Հիսուսի համար ապրելու։ Ապաշխարությունով այդ ընթացքը պիտի սկսենք, իսկ մկրտության այդ վկայությունը, որի առջև այդ հաջությունը Աստծո խոսքին հնազանդվելու եւ մկրտվելու, որ այսօր պիտի Քրիստոս Հիսուսի իմ փրկչի համար ապրեմ, արդեն վաղվա մեր կյանքի մեջ դա թող հիշեցնի ձեր մտքերին, որ պիտի արդեն ավելի երևա, որ Աստծո զավակ եմ, եւ փրկված եւ մկրտված Աստծո խոսքին հնազանդ։ Աստված թող զորացնի ոչ միայն այսօրվա մկրտվողներին, այլ ամենքից, որ մեր ամենօրյա կյանքի մեջ կարողանանք ապրենք այնպես, որ երևա մենք Աստծո զավակ ենք, մենք Աստծո ժողովուրդն ենք։ Ինչի այս կարևորությունը կա Քրիստոսի հետ ապրելու սիրելիներ։ Առանց Քրիստոսի անկարող պիտի լինենք։ Առանց Քրիստոսի մեզ մեր մկրտությունը չի օգնելու։ Քրիստոսով է, որ պիտի այս աշխարհի մեջ որքան ապրում ենք հաղթական դեպի օր-օրի դեպի մեր փրկչի պատկերի նմանակից լինելուն առաջ ընթանանք։ Աստծո սուրբ խոսքից, երբ որ Աստծո խոսքը կարդում ենք, Աստծո սուրբ գիրքը վերցնում ենք կարդալու, միայն պատվիրանները չէ, որ տեսնում ենք ինչ պիտի անենք կամ ինչ պիտի չանենք։ Աստծո խոսքի մեջ Աստծո ժողովրդի ընթացքին ենք հանդիպում։ Աստծո ժողովրդի ընթացքը, պատմությունը, որ շատերը հրեաների պատմություն են անվանում, կամ ինչ-որ մեր կյանքի պատմությունը, Աստծո սուրբ խոսքի մեջ դրված է հենց դրա համար սիրելիներ, որ մենք, որպես հավատացյալ ժողովուրդ, Աստծո ժողովուրդ, մեր առօրյա կյանքում մեզ պատահելիք բաներից չհուսահատվենք, այլ նայելով Աստծո ժողովրդի անցած ճանապարհը սովորենք դրանից։ Սովորենք եւ կարողանանք չանել այն սխալները, ինչը որ նախկինում Աստծո ժողովուրդն էր անում։ Խոսքս Իսրայել ժողովրդի մասին է այս պահին, երբ որ Աստծո խոսքը բացում ենք, հին ուխտում Իսրայել ժողովրդին ենք տեսնում։ Իսրայել ժողովուրդը վստահ են շատերը գիտեք, որ եկավ Աբրահամի թոռ Հակոբից, որ Հակոբը Իսրայել կոչվեց։ Իսրայելը Հակոբը Իսրայել դարձավ եւ Աստծո ժողովուրդը Իսրայել կոչվեց։ Աբրահամի թոռ Հակոբի 12 զավակներն էին։ 12 զավակներն էին, որ իրենց մեջ ունեին ատելություն իրենց երբ որ հանդերձել, իրենք պատմությունը, որ չսիրեցին իրենց կրտսեր մի քիչ մեծ Հովսեփ եղբորը եւ այդ ատելության պատճառով ստրկության վաճառեցին իրենց եղբորը։ Մեր մարդկային բնույթի ձևերն են, որ տեսնում ենք Աստծո ժողովրդի մեջ։ Բայց Աստված ամեն բան բարիքի բերեց, երբ որ սովի ժամանակները եկավ, Իսրայելը մնացած 11 եղբայրներով եւ իրենց Հակոբ Իսրայել հոր հետ միասին գնացին Եգիպտոս, որտեղ ստրկության էր մատնված Հովսեփը եւ որտեղ բարձր դիրքեր հասել Աստծուն հավատարիմ մնալու պատճառով։ Ինքը շնորհքով չէր, որ Փարավոնի, բանդապետի եւ մյուսների առջեւ շնորհք տա։ Աստծուն հավատարիմ մնալու պատճառով էր, որ ինքը բարձր դիրքի հասավ եւ սովի ժամանակ ինքը օգտակար եղավ իր եղբայրներին Իսրայել ժողովրդին։ Եվ Իսրայել ժողովուրդը որպես պատվավոր
հուր պատվավոր մի ժողովուրդ Եգիպտոս մտավ, քանի որ Հովսեփի եղբայրներն ու հայրն էին գալիս, եւ բնակվեց Եգիպտոսում իր նախընտրած ամենալավ շրջանում, ամենալավ տեղերում։ Բայց պատմությանը նայելով սիրելիներ, Աստծո ժողովրդի կյանքի ընթացքին նայելով, տեսնում ենք այդ որոշ շրջանը, որ Եգիպտոսում ապրեցին, որպես պատվավոր ժողովուրդ մտնելով Եգիպտոս, տարիների ընթացքում այս հարգված ժողովուրդը կամաց ընկավ եւ ստրուկներ դառան, չէ՞ եգիպտացիներին։ Եկավ մի շրջան, որ արդեն իրենք որպես ստրուկներ էին Եգիպտոսի մեջ, եւ այս նեղության ժամին այս ժողովուրդը մի շատ ճիշտ քայլ կատարեց, որ ընդհանրապես ամեն մարդ նեղության ժամանակ կարծում կատարում է։ Հիշեցին իրենց Տեր Աստծուն եւ աղաղակեցին։ Ելիս գրքի մեջ երկրորդ գլխի 23 համարներից կարդում ենք այս մասին, որ ասում է. «Եվ եղավ, որ որոշ ժամանակ հետո Եգիպտոսի թագավորը մեռավ, եւ Իսրայելի որդիները հեծում էին կապանքների տակ եւ աղաղակում, եւ ծառայության պատճառով նրանց բարձրացրած աղաղակը հասավ Աստծուն։ Եվ Աստված լսեց հեծեծանքը եւ Աստված հիշեց իր ուխտը, որ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ էր կնքել։ Եվ Աստված նայեց Իսրայելի որդիներին եւ Աստված ընդունեց նրանց աղաղակը»։ Մոտ 450 տարիներ այս ժողովուրդը Եգիպտոսում բնակվեց եւ ինչպես ասեցի, որպես պատվավոր մի ժողովուրդ արդեն ինչել էին ստրկության աստիճանի։ Եվ լավ է, որ այդ վիճակի մեջ, երբ որ տեսան հույս չունեն, ճար չունեն, հիշեցին իրենց Տեր Աստծուն եւ աղաղակեցին։ Քիչ առաջ խոսքի մեջ ասեցի, կարծես բոլոր մարդիկ այդ ժամանակ հիշում են ասում։ Աստված օրհնի բոլոր նրանց մեր մեջ, մենք բոլորս մեզ բոլորիս Աստված օրհնի, որ մենք մեր ընկած անհույս վիճակում հասկացանք, որ մեր մեղքերից մեզ փրկվելու ինչ-որ մի բան ազատ լինելու հույս չկա, այլ միայն Հիսուսին կարող ենք կանչել մեր մեղքերից փրկվելու, մեղքերին թողություն ունենալու համար։ Եվ Հիսուսի կատարած գործով է, հավատության գործն է, որ մեզ այդ հույսը տալիս է այն վստահության, որ հավատալով իրեն մեր մեղքերը ներված պետք է լինեն։ Ասվեց ինձ այդ առաջ նորից ասեմ, մենք ոչինչ չունենք Աստծուն գոհացնելու։ Եթե կարծենք բարի գործ ենք անում, կամ եթե շատ ոչ մի բան Աստծուն չպիտի գոհացներ, քանի որ ամենքս մեղավոր մարդիկ ենք։ Միայն Տեր Հիսուսի կատարած գործն էր, որ Աստծուն գոհացրեց, Գողգոթայի խաչի վրա երբ որ իր կյանքը դրեց, արյունը թափեց, միայն դա է, որ Աստծուն գոհացրեց որպես քավության նոխազ, եւ միայն մենք մեր մեղավոր ընկած վիճակում դրան ապավինելով, աղաղակելով է, որ կարողանում ենք մեղքերի թողություն ունենալ եւ այն վստահությունը, որ Աստված մեզ լսեց ու փրկեց։ Պատմության մեջ տեսանք, եւ Աստված նայեց Իսրայելի որդիներին, տեսավ, որ իր ժողովուրդը աղաղակում է իրեն։ Այսօր էլ նրանք, ովքեր չեն աղաղակել Աստծուն, Տեր փրկիր ինձ, Աստված սպասում է։ Եթե այսօր էլ որևէ մեկը իր վիճակը հասկանա, որ պիտի կորսվի, հավիտենապես պիտի կորսվի, աղաղակի Աստծուն, Աստված կանչում է, Աստված լսում է եւ պիտի փրկի։ Եվ Իսրայելի պատմությունից տեսնում ենք սիրելիներ, որ այս ժողովուրդը Աստծո շնորհով ստրկության, գերության միջից դուրս եկավ։ Այս ստրուկները բանակ չունեին եւ իրենցից ոչ մեկը, ոչ մի եգիպտացու զինվորի կամ փարավոնի վրա զենք կամ ձեռք չբարձրացրեց, որի պատճառով իրենք ազատվեցին գերությունից։ Աստծո շնորհով, Աստծո զորավոր ձեռքով ամբողջ Իսրայել ժողովուրդը մեկ մարդպես ազատ դուրս եկավ, առանց պատերազմի, առանց պարտվելու, առանց իրենցից ինչ-որ մի բան անելու, միայն Աստծուն ապավինելով խաղաղությամբ այդ ստրկության միջից դուրս եկան եւ որպես ազատ ժողովուրդ ճանապարհ եկան։ Գիտենք, որ վստահ եմ ամենքը գիտեք այս պատմությունները, պարզապես միտքս մի կետի վրա պետք է բերեն, որ երբ որ ապահովության մեջ ենք լինելու, տեսնենք ինչ եղավ։ Ժողովուրդը դուրս եկավ։ Անցան Կարմիր ծովը, ամբողջ Եգիպտոսի բանակը, Ֆարավոնի բանակը Կարմիր ծովի ջրերի մեջ խորացրվեց, եւ այս ժողովուրդը առաջին բանը, որ արեց ազատվելով ստրկությունից, ինչ արեց, հիշում եք։ Մովսեսի ելքը, Մովսեսը ժողովուրդը Աստծուն փառաբանեցին, Աստծուն շնորհակալություններ բարձրացրեցին, եկեցին, որ իրենք
ազատվեցին այդ գերությունից։ Տեսնում ենք, մեկ-երկու համար կարդամ Աստծո խոսքից։ Եվ Իսրայելը տեսավ այն մեծ ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա, եւ ժողովուրդը վախեցավ Տիրոջից եւ հավատաց Տիրոջին ու նրա ծառա Մովսեսին։ Եվ այն ժամանակ, երբ որ տեսան, որ Աստված էր իրենց փրկողը, այն ժամանակ երգեցին Մովսեսը եւ Իսրայելի որդիները այս երգը Տիրոջ համար եւ խոսեցին ասելով. Երգելու եմ Տիրոջը, որովհետեւ փառավոր հաղթանակ տարավ, Զիոն ու Դիավոլին ծովը գցելով եւ շարունակությունը։ Ամեն մեկս ուրախանում ենք իմանալով, որ մեր մեղքերին թողություն եղավ, ամեն մեկս ուրախանում ենք եւ ասում փառք ենք, եթե այդպիսի բան չենք անում, մի բան սխալ է մեր կյանքի մեջ։ Բայց իմանալով, որ դժոխքից պրծանք եւ երկնքի ժառանգորդ ենք դարձել, ամեն օրվա կյանքի մեջ Աստծուն պիտի փառնենք։ Եվ ինչպես բոլոր մարդիկս կարծես նույն խմորի սարքված, բոլորիս հետ նույն բանը կատարում են։ Այս ժողովուրդը դուրս եկավ հաղթական, ուրախացավ, Աստծուն փառք տվեց եւ հաջորդ քայլը հիշեք ինչ եղավ, երբ որ ջուր չկար խմելու։ Երբ որ ջուր չկար խմելու, նորից Աստծո խոսքից կարդամ, այսպես եղավ. Եվ Մովսեսը Իսրայելի Կարմիր ծովից ճանապարհ հանեց, եւ նրանք Սուրի անապատը եկան եւ 3 օրվա ճանապարհ գնացին անապատի միջով եւ ջուր չգտան։ Եվ եկան Մերար, չէին կարողանում Մերայի ջրերից խմել, որովհետեւ դառն էր, որի պատճառով էլ այն Մերար կոչվեց։ Եվ ժողովուրդը տրտնջաց։ Քիչ առաջ հարաբանություն են 3 օր առաջ Աստծուց հիանում են ասում, որ ինչ Աստված ունեն։ Եվ 3 օր հետո այս կետի վրա ուզեցավ մեր բոլորի ուշադրությունը բերել։ Եվ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ։ Ինչ են խմելու։ Եվ նա աղաղակեց Տիրոջը, եւ Տերը նրան մի փայլ ցույց տվեց, եւ նա գցեց ջրի մեջ եւ ջրերը քաղցրացան։ Այնտեղ էլ նրանց կանոն եւ իրավունքներ սահմանեց եւ այնտեղ փորձեց նրանց։ Եվ ասաց. եթե ուշադրի լսես քո Տեր Աստծո ձայնը եւ անես այն, ինչ նրա աչքի առջեւ շիտակ է, եւ ականջ դնես նրա պատվիրաններին եւ նրա բոլոր կանոնները պահպանես, այն ախտերից ոչ մեկը քեզ վրա չեն բերի, որ բերեցի եգիպտացիների վրա, որովհետեւ ես եմ Տերը, որ բժշկում է քեզ։ Եվ եկան Եղիմ, որտեղ 12 ջրի աղբյուրներ եւ 70 արմավենիներ կային եւ այնտեղ ջրերի մոտ բանակ դրեցին։ Սերներ ամբողջ պատմությունը կարդալով, պատմելով, փորձեցի մեր ուշադրությունը բերել հենց այս մի բառի վրա, երբ որ մեր ուրախությունից հետո մի քիչ դժվարությունների առջև ենք կանգնում։ Խոսքս ուղղեցի սկզբից մոդերնողներին ասելով, որ վաղը նորից նույն աշխատանքին, նույն շրջապատի մեջ ենք լինելու, նույն դժվարություններին ենք հանդիպելու։ Բայց այս տրտունջը, որ Իսրայելի ժողովուրդը տեսավ Աստծո ձեռքով կատարած մեծ հրաշքները, այս տրտունջը սկիզբ դրեց հետագա իրենց դժգոհություններին, տրտունջներին, եւ եթե պատմությանը ծանոթ եք, գիտենք, որ եթե այսօրվա եղած տեղեկությունները վստահելով խոսենք, 12 ցեղերից Իսրայելի այսօր միայն Հուդայի ցեղն են, որ ասում են հայտնի են եւ կա։ Մնացածը դարերի ընթացքում խրատվեցին, ծեծվեցին, կոտորվեցին, ջարդվեցին ու կարծես խրատ չստացան։ Այս առաջին տրտունջն էր, որ պատճառ եղավ հետագայում իրենց կյանքի բոլոր ընթացքի մեջ Աստծո բարկության արժանանալու, երբ որ Աստված իր օրհնյալ ձեռքը իրենցից վերցրեց եւ մատնեց թշնամի ազգերի ձեռքը։ Եվ գիտեք պատմությունից տարբեր ձևերով մինչեւ այս վերջի շրջանները Իսրայել ժողովուրդը միշտ կոտորվում է, միշտ ջարդվում է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, տրտունջը մեր սրտի մեջ մնալով Աստծուն չի ուրախացնելու։ Աստված բոլորիս համար մեծ գործեր արեց, ինչպես այս ժողովրդի համար, մի պարզ փայտը, երբ որ պատվիրեց ջրի մեջ գցելու ջուրը քաղցրանալու համար, այսինքն կարիքը հոգած, այնպես էլ մեր կյանքի մեջ, եթե տրտունջը մնա, Աստծուն չվստահենք, այդ քաղցրությունը Աստծո բարիքներից պիտի զուրկ մնա։ Նեղության ժամին հիշենք Աստծո կատարած գործերը, որ կարողանանք Աստծո օրհնությունները վայելել։ Սիրելիներ, Աստծո գործերը զարմանալի ձևով են լինում։ Այս ջրի
ջրել, դառը ջրել մի պարզ փայտով քաղցրացան։ Ուրիշ մեկը ինչ փայտ է գցել, այդ ջուրը չպիտի քաղցրան։ Աստված այդպես ցանկացավ գործել։ Աստված նաև ցանկացավ, որ իր որդուն աշխարհ ուղարկելով, երբ որ Տեր Հիսուս աշխարհ եկավ եւ քայլեց Գողգոթա, Աստծո որդին, Աստված, որ ամեն բան իր խոսքով եղավ եւ ամեն մարդ իր արժեք ծուկի կընկներ, եթե ինքը մի պահ իրեն ցույց տար որպես Աստված երկրի վրա, Աստված հոժարեցավ, որ իր սիրելի միածին որդին քայլեր դեպի Գողգոթա եւ խաչի վրա, խաչի մահը ճաշակեր, որպեսզի մենք այդ փրկություն ունենանք հավատալով դրան։ Միայն, այսինքն Աստված զարմանալի ձևով է գործում, սիրելիներ։ Աստված կանեցավ, որ մենք այսօր փրկվենք ու մկրտվենք հենց այս հավատքի Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործի միջոցով։ Իրականության մեջ մենք փրկվում ենք այն պահին, երբ ապաշխարեցինք Հիսուս Քրիստոսին հավատալով։ Մկրտությունը պատվիրանն է, որ կատարում ենք, ինչպես արդեն ասեց, մեռնում եմ ինձ համար, ապրում եմ քեզ համար, Տեր։ Այդ բոլորիս առջև վկայությունը։ Եվ Աստծո կամքն է, որ Տեր Հիսուսին հավատալով մեզանից ամեն մեկը փրկություն գտնի։ Սրանից հեշտ փրկություն ոչ մեկ չէր կարող մտածել մարդու համար, սրանից օրհնյալ փրկություն ոչ մեկ մարդուն չէր կարող տալ։ Միայն Աստված էր կամեցավ եւ արել։ Եվ հիմա նորից պիտի գան նույն կետին, որ մենք որպես Աստծո ժողովուրդ նեղության դժվարության պահին, մեր սիրելի այսօրվա մկրտող ժողովուրդ, վաղը նորից դժվարություն, հիվանդություն, խնդիրներ պիտի ունենք, տրտունջով Աստծո առջև չկանգնենք։ Տրտունջի պատճառով ինքներս մեզ ցավ պիտի տանք։ Աստծուն ցավ պիտի տանք, որովհետև Աստծո ամեն մի զավակի ընկնելը Աստծուն ցավ է տալու։ Իսկ Աստծո զավակի տրտնջալը Աստծո զավակին է ցավ տալու։ Չտրտնջանք եւ կանգնենք, քանի որ եթե շատ չերկարացնելու համար կարճ կապեմ, եթե նայենք Իսրայել ժողովրդի պատմությունը, երբ որ ջուրը խմեցին, երբ որ Աստված իր ժողովրդին օրհնեց, շարունակության մեջ տեսնում ենք, քայլեցին եւ եկան եղին, որտեղ 12 ջրի աղբյուրներ կա, առատ ջրերին բերեց Աստված։ Մեր հույսն է դրա վրա է, որ մենք այսօր հավատալով Աստծուն հավիտենական կյանք ունենք, առատություն, որտեղ լաց, ցավ, հիվանդություն չպիտի լինի, խաղաղ եւ ապահով պիտի ապրենք մեր Տեր Աստծո ներկայության մեջ։ Այսինքն ժամանակավոր խնդիրները տրտունջի պատճառ չդառնան մեր կյանքի մեջ, որպեսզի մենք ինքներս մեզ ցավ չտանք։ Տերը թող օրհնի ձեզ, փորձեցի քաջալերական լինել, հիշեցնելու, որ կյանքը իր ընթացքով պիտի շարժվի։ Մկրտվելուց հետո զարմանալի ինչ-որ մի բան չի լինելու, որ արդեն այս աշխարհից մեկուսացված եւ ապահով ենք ապրելու։ Չէ, աշխարհի մեջ ենք ապրելու, բայց քաջ լինենք, քանի որ Տեր Հիսուս հաղթեց այս աշխարհին եւ իրենով մենք էլ հաղթություն ունենք։ Ամեն օրվա կյանքի մեջ, ինչպես այս փայտը ջուրը քաղցրացրեց, Տեր Հիսուսին նայենք, որ մեր կյանքը քաղցրանա։ Ոչ թե տրտունջ ունենանք, այլ քաղցրանա։ Քանի որ առանց Տեր Հիսուսի մեր ապաշխարությունն է կմոռանանք, մեր մկրտությունն է, եթե տրտունջ, բողոք, բարկությունով կամ սխալ ճանապարհների մեջ ապրելով լինենք։ Իսկ ամեն օրվա դժվար պահին Տեր Հիսուսին նայելով, ինքը մեր խաղաղության իշխանն է, ինքը մեր սիրելի խորհրդականն է։ Իրեն նայելով, իրեն հետ հաղորդակցվելով, ունենանք խաղաղությունը եւ դառնությունը քաղցրության կբեր։ Արդեն մեր դառնությունը, դժոխքի դառնությունը հավիտենական քաղցրության է վերածել Աստված։ Երկրի վրա քաղցրություն գտնենք։ Միայն թե համբերենք եւ իրեն վստահենք։ Տերը ասում է, որ համբերի փառասպսակը պիտի ժառանգի։ Համբերենք, որ ժառանգենք։ Եթե տրտունջով ապրենք, չպիտի ժառանգենք, սիրելիներ։ Տերը թող օրհնի բոլորիդ եւ զգույշ լինենք, որ այս ուրախությունը մեր ապաշխարության, մեր մկրտության տրտունջի չփոխենք եւ Աստծո առջև սխալ դերքուն չհայտնենք։ Աստված բոլորիդ օրհնի։